Բարև ձեզ հարազատներս, այսօր կարևորագույն թեմաներից մեկն ենք ուսումնասիրելու մայրական մահացությունը, որը շատ կարևոր խնդիր է, ինչ է իրենից ներկայացնում մայրական մահացությունը, դա կնոջ մահացությունն է հղիության առաջի օրվանից սկսած մինչև հետծննդյան 42-րդ օրը։ Սա ոչ միայն անհատական կնոջ խնդիրն է, սա երկրի ցուցանիշն է։ Երևի գիտեք, որ այսպիսի կազմակերպություն գոյություն ունի միջազգային առողջապահության կազմակերպություն ՄԱԿ եւ բոլոր երկրները իրենց ցուցանիշները մայրական մահացության ուղարկում են ՄԱԿ, որ ինչը դա ցույց է տալիս երկրի զարգացվածության մասին, երկրի առողջապահության զարգացվածության մասին։ Այսինքն կնոջ մահանալը հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան շրջանում ոչ միայն կնոջ խնդիրն է, ոչ միայն այդ կոնկրետ բժշկի հիվանդանոցի խնդիրն է, դա մեր ազգային ցուցանիշն է, որ բոլորիցս է կախված այդ ցուցանիշը ու փորձել եմ այս տեսահոլովակում պատմել ինչ կարող եք դուք անել, որ այդ ցուցանիշը նվազագույնին հասցնենք։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն, քանի որ սա շատ կարևոր ցուցանիշ է, մայրերը չպետք է մահանան, կանայք չպետք է մահանան հղիության, ծննդաբերության եւ հետծննդաբերության շրջանում, այս հարցը քննարկվում է, հետազոտվում է բոլոր երկրներում, որ տեսնեն ինչպես կարող ենք այս շտկել։ Ու քանի որ խնդիրը մեծ է ու տարբեր մասերից է բաղկացած, բաժանում են 3 մասի։ Առաջին մասը նա է, որ կինը երբ որ իր գանգատները տեսավ ինչքան ժամանակ է անցնում, մինչև ինքը հասկանում է, որ պետք է դիմի բժշկի, ուրեմն այս առաջի этаպն է։ Երկրորդը, երբ որ որոշում է, որ պետք է դիմի բժշկի, ինչպես է դիմում բժշկի, շտապօգնություն է կանչում, ինքնուրույն է գրում այդ ճանապարհը, ինչքան ժամանակ է տևում, մինչև հասնի բժշկական հիմնարկ, եւ երրորդը արդեն բուժ հիմնարկում ինչպիսի բուժօգնություն է ցույց տրվում, ինչքան ժամանակի ընթացքում, որ բոլոր այս 3 этаպների վրա աշխատում ենք, որ կարողանանք այդ ցուցանիշները հասցնել նվազագույնի մայրական մահացությունը։ Ուրեմն մայրական մահացությունը ինչպես ենք հաշվարկում ենք, որ 100,000 կենդանի երեխա ծննդաբերած կանանցից քանի հոգի է մահանում։ Մեր երկրում այդ ցուցանիշը կազմում է 19, այսինքն 100,000 ծննդաբերությունից 19 կին մահանալու է։ Ահագին մեծ է ցուցանիշը, որ հասկանաք ինչքանով է մեծ, օրինակ Գերմանիայում 100,000 ծննդաբերությունից ընդամենը 4 հոգի է մահանում, 4 կին է մահանում։ Ֆինլանդիայում, Ֆրանսիայում 7-8 հոգի է մահանում, Ռուսաստանում, որ զարգացող է, դեռ զարգացող երկրների մեջ է, 9 հոգի է մահանում, տեսեք մերը 19, ինչ բարձր է մեր մոտ մայրական մահացությունը։ Ուրեմն եւս այսօր այս տեսահոլովակում պատմելու եմ ինչ անենք, որ այդ ցուցանիշը նվազեցնենք, ու սա առաջի этаպի մասին եմ պատմելու, ոնց կինը հասկանա, որ գանգատները կարիք կա հիվանդանոց գնալու թե ոչ։ Սա մեր մոտ շատ մեծ խնդիր է, ինչի հետ կապված, անգրագիտության հետ կապված, ոչ միայն մեր երկրում է, ամբողջ աշխարհով մեկ է անգրագիտությունը համատարած, բայց զարգացած երկրներում կարողանում են այդ հարցը լուծել, քանի որ հուշաթերթիկներ են տալիս հղիներին, կապ կա, մեծ կապ է, ավելի սերտ կապ է բժիշկ, բուժքույր եւ հղի միջև հետծննդյան շրջանում նույնպես եւ այլն, որ կարողանում են ժամանակին հետադարձ կապ հաստատել ու ժամանակին բոլոր հարցերը քննարկել։ Ուրեմն ինչից են կանայք մահանում, սա շատ կարևոր տեսահոլովակ է, կուզեմ այսպիսի տեսահոլովակներ ցույց տան դպրոցներում, քանի որ մեծահասակ արդեն երեխաներին, որ մեծ տարիքի երեխաներին, որոնք արդեն ավարտելու են, ամուսնանալու են ու իմանան ինչից են մարդիկ մահանում, ինչ անեն, որ ցուցանիշն է, որ կինը կարող է մահանալ, որ ժամանակին բուժօգնության դիմի։ Հիմա կուզեմ այստեղ տեսահոլովակը կանգնացնեք ու ինքներդ փորձեք առաջի 5 պատճառը ասել, ինչից կարող է կինը մահանալ հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան շրջանում, որ տեսնենք ինչքան է ձեր գիտելիքները, սա շատ կարեւոր է։ Մեր երկրում ինչպիսի խնդիր կա, գալիս են բժշկի, վայ, բժիշկն ինձ վախացրեց մեզ։ Այն բուժարունով գալիս է բժշկի ու ասում է բժիշկը ինձ վախացրեց, ուրեմն անգրագետ է։ Սա առաջի ցուցանիշն է անգրագիտության, ուրեմն բժիշկը ձեզ չպետք է վախացնի, դուք արդեն տանը այդ գիտելիքները պիտի ունենաք, ինչից վախենաք, որ գաք բժշկը ասի ինչքանով է հավանականություն, որ ձեր մոտ քաղցկեղ է, ձեր մոտ արունահոսություն է եւ այլն։
Ուրեմն առաջի պատճառը, հուսամ դուք արդեն պատասխանեցիք, ձեր պատասխանները ասել եք ինչից են կանայք մահանում։ Ես այսօր խոսել եմ արյունահոսությունից, ամբողջ աշխարհով մեկ առաջի տեղում է արյունահոսությունը, զարգացած երկրներում այս ցուցանիշը նվազագույնի են հասցրել հնարավորինս, զարգացող երկրներում մայրական մահացությունը մեծ մասամբ արյունահոսությունից է։ Երկրորդ տեղում ինֆեկցիոն բարդություններն են, երրորդը կարևոր է արյունահոսությունը, ինֆեկցիոն բարդություններ, արդեն ես եմ մոռացել ինչից պետք է խոսեմ, տրոմբոզներից են կանայք մահանում, պրեէկլամպսիան ամենակարևորը, ես եմ մոռացել, ուր մնաց դուք հիշեք։ Ուրեմն երրորդ տեղում դա պրեէկլամպսիան ու էկլամպսիան է, այստեղ էլ կուզեմ որ դուք տեսահոլովակը կանգնեցնեք, որ փորձեք պատասխանել, գիտեք դուք արդյոք պրեէկլամպսիան ինչ է ու էկլամպսիան ինչ է, որոնց պատճառով կանայք մահանում են։ Ուրեմն տրոմբոզներից էլ կխոսեմ, 5-րդ տեղում սոմատիկ հիվանդություններն են, այսինքն կինը արդեն ինչ-որ քրոնիկ հիվանդություն ունի, գիտենք, որ հիմա կանայք ուշ են ծննդաբերում։ Եթե մինչև 1990-ական թվականները հղիների ընդամենը 5%-ն էին կազմում 35 տարեկանից բարձր տարիքի կանայք, ապա հիմա 20%, ամեն 5-րդ կինը 35 տարեկան է եւ բարձր։ Իհարկե այդ ընթացքում տարիքի հետ կանայք հասցնում են ունենալ ճարպակալում, սրտի խնդիրներ, շաքարախտ եւ այլն, չի նշանակում որ իրենք չպետք է ծննդաբերեն, ոչ, բայց արդեն ռիսկային խմբի մեջ են ու կարող են բարդություններ ունենալ։ Ուրեմն առաջի պատճառը, որով կանայք մահանում են, դա արյունահոսություններն են։ Ես 23 տարի ինչ մանկաբարձ գինեկոլոգ եմ ու երևի մի 100 կին ամենակիչը տեսած կլինեմ, որ ասել է բժշկուհի ջան, ես հղիության ժամանակ միշտ դաշտան եմ ունենում։ Անգրագիտության գագաթնակետն եմ։ Ուրեմն դաշտանը, հղիությունը։ Հղիության ժամանակ, երբ որ կինը արյունահոսություն է ունենում, արյունային արտադրություն փոքր կլինի, շատ կլինի, սա կոչվում է պաթոլոգիա, սա հղիության արյունահոսություն է։ Իհարկե մեծ մասամբ կանայք շարունակում է իրենց մոտ հղիությունը, իրենք առողջ երեխաներ են ունենում, իրենք են առողջ մնում, բայց կա մի խումբ հղիներ, որոնք այդ արյունահոսությունը կարող է բերել մահվան ամբողջ աշխարհով, մեկ ոչ միայն մեր երկրում։ Դրա համար արյունային արտադրությունը առաջի բանը որ պիտի իմանաք, սա դաշտան չի, ժողովուրդ ջան, սա ինչ որ ու այդ անգրագետ մարդկանց բացատրես, որ սա դաշտան չի, անհնար է։ Իրանք այնքան համոզված են, որ ես հիշում եմ, ես դեռ ջահել բժիշկ էի, այնքան համոզված ինձ ասում էին, որ դաշտան է, ես էլ ասում եմ, ասում եմ, դες մարդն է, լավ իմանում իր օրգանիզմը, թե ես երևի դաշտան է ունեցել, իրոք ես են առաջ ջահել բժիշկ էի, ես նենց համոզել էին ինձ, որ իրանց մոտ դաշտան է, որ ես էլ ասում, երևի մարդու մոտ դաշտան է, ուրեմն եթե կինը ասում է, որ հղիության ժամանակ ինքը դաշտան ունեցել, սա անգրագետ կին է ու չի կարելի լսել ինքը ինչ է, որտեղ ինքը այդ նույն այդ ինֆորմացիան տալու է իր երեխային, իր թորանը եւ այլն ու կարող են ունենալ մեծ խնդիրներ։ Մեր հարցը այն է, որ մեր երկրի բնակչության թե կանանց, թե տղամարդկանց այ գրագիտությունը բարձրացնենք, որ կարողանան տեսնել իրենց կնոջ մոտ արյունային արտադրությունը, արդեն կազմակերպեն, որ ինչպես հասցնեն բուժօգնության։ Ուրեմն ինչից է կինը արյունահոսում հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան շրջանում։ Արյունահոսության մասին առանձին տեսահոլովակ եմ նկարահանելու, բայց այսօր մենք պիտի բոլոր պատճառները հասկանանք, որ կինը հասկանա ինչի պիտի ինքը դիմի բժշկի։ Ինչի են կանայք արյունահոսում ու մահանում, առաջինը դա առաջի երամսյակում դա կարող է լինել արտարգանդային հղիություն եւ վիժում պատճառները ամենահաճախ հանդիպող։ Ուրեմն արտարգանդային հղիությունը, եթե կինը տեստ արել է, ուրեմն դաշտանը ուշացել է, տեստ արել է, տեստը դրական է, հաջորդ քայլը նա պիտի լինի, որ գնաց այն սոնոգրաֆիայի, գերձայնային հետազոտության, որ պարզենք հղիությունը որտեղ է տեղակայված։ Լինում է դեպքերում, երբ որ հղիությունը արգանդի մեջ է, սա նորմալ է, երբ որ արգանդից դուրս է, օրինակ փողի մեջ է, կինը կարող է մահանալ, քանի որ փողը մեծ տարողություն չունի, եթե մեծանա, այստեղ հղիությունը պատրվելու է եւ կնոջ մոտ ներվորովայնային արյունահոսություն է լինելու, ինքը ոչ էլ իմանալու է, որ ինքը արյունահոսում է, կարող է մի փոքր արյունային արտադրություն հեշտոցից գա, բայց մեծ մասը որովայնային խոռոչ է եւ կինը արդեն վերջի ստադիայում արդեն բերում են 3-4 լիտր արյուն որովայնի խոռոչում։ Ուրեմն տեստը դրական է, հաջորդ ձեր քայլը նա պիտի լինի, որ բարձր տեսնեք հղիությունը որտեղ է։
Ուրեմ, երբ որ գալիս են գերձայնային հետազոտություն ենք անում, ես հեշտոցից, որ գերձայնային հետազոտությունը հեշտոցից ենք անում, պետք է արդեն 7 օր, եթե ուշացել է դաշտանը, պետք է արդեն հղիություն այնտեղ տեսնենք։ Եղել է դեպք, երբ որ կինը եկել է, նոր է եկել դեռ աշխատանքի ընդունվել Հայաստանում, մի կին էր եկել, որովայնի ցավ էր, դաշտանը ուշացել էր, տեստը դրական, գերձայնային հետազոտություն արեցինք, տեսանք, որ արգանդի խորոչում չի պտուղը, հղիություն չենք տեսել արգանդի խորոչում։ Բացատրում եմ, որ սա կարող է լինել, ուղղակի պտուղը փոքր է, դեռ չենք տեսնում արգանդի խորոչում։ Երկրորդ պատճառը կարա լինի արտարգանդային հղիություն, քանի որ դուք ցավեր ունեք, չի կարելի դուք տուն գնաք, դուք պետք է պարկեք հիվանդանոց, միջև մենք ճշտենք 2 օրվա մեջ մենք այդ պատասխանը հարցի պատասխանը տալու ենք, որովայնում է արգանդի խորոչում է հղիությունը թե արգանդից դուրս։ Կինը գնում է տուն, 2 օր հետո գնում ուրիշ հիվանդանոցում, արդեն պտուղը տեսնում են արգանդի խորոչում, ու ասում որ դե բժիշկը Մոսկվայից եկել էր, այդքան էլ հաջող բժիշկ չի, սա այն չի, որ ինձ պետք է բոլորը հավանեն, սա ինֆորմացիա է, նորից եմ ասում, այս տեսալովակների ինֆորմացիա, որոնք դուք պիտի տիրապետեք, ունենաք այդ ինֆորմացիան, հասկանաք ինչ խնդիր կարող է լինել կնոջ հետ։ Երկրորդ պատճառը, որ կինը կարող է մահանալ, դա վիժումներն են, վիժումներից այդքան չենք հասցնում, շուտ են կանայք դիմում, քանի որ տեսնում են, որ արունը ուժեղացավ եւ ժամանակին դիմում են։ Երկրորդ, երրորդ երամսյակներում արունահոսությունները, սրանք մի ուրիշ կատաստրոֆիկ վերջ կարող են ունենալ, ինչ է լինում, ինչի հետ են կապված մեծ մասամբ այս արունահոսությունները, ընկերքի հետ։ Ընկերքը հիշում ենք, որ առանձին օրգան է, որը կպած է արգանդին, մոր արգանդին, այստեղից ստանում է թթվածին, նյութեր, սպիտակուց եւ պորտալարով այդ ամեն ինչը տանում պտղին հասցնում։ Հիշում ենք, արդեն պատմել եմ ծննդաբերության շրջանները, երբ որ պտուղը արդեն ծննդաբերվում է, պտղից հետո, երեխայի ծննդաբերվելուց հետո արդեն ընկերքը պիտի անջատվի արգանդից եւ ծննդաբերվի։ Բայց լինում է դեպքեր, երբ որ պտուղը դեռ արգանդի խորոչում է եւ ընկերքը սկսում է շերտ ազատվել, այսինքն ընկերքի վաղաժամ շերտազատում է կոչվում, ընկերքը անջատվել է։ Լինում է դեպքեր, երբ որ ներքևի հատվածում է անջատվել, արդեն կինը շուտ է տեսնում այդ արյունային արտադրությունը, լինում է, որ վերևից է շերտազատվել, դեռ չի եկել, որ աշտոցից դուրս գա, որ տեսնի, ինչ կարող է լինել, կախված այն տարածքից, որը շերտազատվել է, արյունահոսություն կարող է լինել, ինչը կարող է բերել եւ պտղի մահվան եւ կնոջ մահվան։ Միակ բուժումը կեսարյան հատումն է, դրա համար պետք է ժամանակին հասցնել հիվանդանոց։ Լինում է, որ ընկերքը ներքևից է կպած, հիշում ենք, որ ընկերքը պատերին պիտի լինի, վերևի հատվածում արգանդի, բայց եթե ընկերքը կպել է ստորին հատվածում, հեշտոցի մոտ արդեն կզիկի վրա, ինքնուրույն երեխան չի կարող ծննդաբերվել ընկերքի միջով, միայն կեսարյան հատում է լինում եւ սեռական հարաբերություններ չեն կարելի, քանի որ կվնասեն, այս ընկերքը անոթային օրգան է։ Բազմաթիվ անոթներից բաղկացած, եթե ընկերքը կպել է ստորին հատվածներում եւ սեռական հարաբերություն ունենա կինը, իհարկե արյունահոսություն կարող է ունենալ ծանրագույն։ Ինչից է մահանում կինը արյունահոսության ժամանակ։ Լավ, տարբեր պատճառները շատ կլինեն, ուրեմն մեծ մաս արյունահոսությունների դրանք հետծննդյան շրջանում են, սա էլ ասեմ նոր մնացած հարցերը։ Հիշում ենք, որ արգանդը մեծացել է 40 շաբաթական հղիության, երեխան ծննդաբերվել է եւ այդ 40 շաբաթական արգանդը պիտի կրճատվի, որ կարողանա արյունահոսությունը կանգնացնի։ Ընկերքը նորից եմ ասում, անոթային օրգան է, կպած մոր արգանդին, երբ որ ընկերքը դուրս եկավ, արդեն ծննդաբերվեց, մեծ վերք է, որը անոթներ են, ու այս վերքը պիտի կանգնի արյունահոսությունը, միայն եթե արգանդը կրճատվեց։ Լինում է ատոնիկ արյունահոսություն, այսինքն արգանդը չի կրճատվում, շարունակում է արյունահոսել, ու որոշ տեխնիկաներ կան, որ մենք պետք է դրանք կատարենք, որ կանգնացնենք այս արյունահոսությունը։ Լինում է ընկերքից է մի մաս մնացել, չի թողում արգանդը կրճատվի։ Շատ ժամանակ այդ ատոնիկ արյունահոսությունները լինում են, երբ որ բազմապտուղ երկվորյակներ են, մեծ է, շատ է լայնացել արգանդը կամ մեծ պտուղ է, խոշոր պտուղ է, չի կարողանում կծկվել։ Լինում է, երբ որ կինը մի քանի երեխաներ արդեն ծննդաբերել, 4-րդ, 5-րդ արգանդը նորպես չի կարողանում հավաքվել, բուժօգնության կարիք կա, որ դրա համար տնային պայմաններում չի կարելի հղիություններ, ծննդաբերություններ վարել, որովհետև
ժամանակին բուժօգնություն չեն կարող ցուցաբերել, եթե ատոնիկ արյունահոսություն է եւ այլն։ Ուրեմն ինչի է արյունահոսությունից մարդ մահանում։ Սա շատ կարևոր է, որ դուք իմանաք, որ ինչքան սա վայրկյանների ընթացքում պիտի բուժօգնություն է ցուցաբերվի։ Լինում են, որ քրոնիկ արյունահոսություններ են, այսինքն կին անընդհատ դաշտան է տեսնում արյունահոսում է, մեկ էլ ես տեսնում գալիս է խորհրդատվության հեմոգլոբինը 60, պետք է 120 լինի, 60 է։ Ուրեմն ինչ է, մենք արյան մեջ ունենք արյան կարմիր գնդիկներ, այդ արյան կարմիր գնդիկների մեջ պարունակվում է հեմոգլոբին, որի աշխատանքը նա է, որ թոքերից թթվածինը վերցնում է, տանում է տարբեր օրգաններ, գլխուղեղ, երիկամներ, վերջույթներ եւ այլն, այնտեղից վերցնում ածխաթթուն, բերում թոքերից հանում։ Եթե կինը արյուն է գործնում, սակավարյունություն է լինում, թեթև տեսակի, հետո միջին տեսակի, հետո ծանր տեսակի, երբ որ արդեն օրգանները սկսում են շարքից դուրս գալ, օրինակ եթե երիկամին ժամանակին թթվածին չտվեցին, ինքը սկսել է շարքից դուրս գալ։ Գլխապտույտներ կարող է կինը ունենալ, ընկնի, ձերք ոտք ջարդի, գլուխը ջարդի, ներքին արյունահոսություններ ունենա։ Մի խոսքով սա քրոնիկ, եթե որ արյուն է ժամանակի, երկար ժամանակի ընթացքում է արյուն կորցնում։ Բայց լինում է սուր արյունահոսությունը, ինչը բնորոշ է հղիության, ծննդաբերության եւ հետծննդաբերության շրջաններում։ Այս սուր արյունահոսությունները ինչպես են մարդուն, ինչից կարող է մարդ մահանալ, ուրեմն օրգանիզմը երբ որ տեսնում է, որ արյուն է կորցնում, արդեն բավարար քանակի 1 լիտր, 1.5 լիտր, ինքը իր պաշարներից, բոլոր պաշարներից կոագուլյացիոն ֆակտորները մտցնում է արյան շրջանառություն։ Ինչ է սա նշանակում։ Մեր որ մարդ արյունահոսում է, կոագուլյացիոն ֆակտորներ կան, որ տրոմբ են առաջացնում։ Օրինակ պետք է գան, որ տրոմբը առաջանա, անոթը խցանի եւ արյունահոսությունը կանգնի։ Կոագուլյացիայի ֆակտորներ են դրանք կոչվում։ Այդ օրգանիզմը որ տեսնում է ինքը մեծ պաշարի արյուն է գործել, այդ կոագուլյացիոն ֆակտորները լրիվ լցնում է արյան շրջանառություն, որ փրկի այս օրգանիզմը։ Քանի որ ինքը այդ կոագուլյացիոն ֆակտորները լրիվ լցրել է արյան շրջանառություն, կարող են լինել տարբեր տեղերում տրոմբեր։ Օրինակ կին արյունահոսություն ունի, բայց միաժամանակ ինսուլտ է ստանում տրոմբից, ինֆարկտ է ստանում, ստորին վերջույթների տրոմբոզ կարող է լինել եւ այլն։ Որ շարունակվում է այս process-ը, դեռ չենք կանգնացրել արյունահոսությունը, դեռ չենք կանգնացրել այս process-ը, երկրորդ ստադիան է սրա լինում, ուրեմն այս ինչը որ պատմում եմ, Դևեյ սինդրոմ է կոչվում, ռուսերեն, իսկ հայերեն համատարած ներանոթային կոագուլյացիոն համախտանիշ, ուրեմն սկզբից այդ կոագուլյացիոն ֆակտորները լրիվ մցրեց օրգանիզմը, լրիվ արյան շրջանառություն, հետո դրանից հետո գալիս է սրա երկրորդ շրջանը, երբ որ կոագուլյացիոն ֆակտորները բոլորը սպառվեցին, էլ չունի օրգանիզմը եւ սկսում է արյունահոսել տարբեր տեղերից, քթից արյունահոսություն, աղիքներից շարունակվում է արգանդից արյունահոսությունը, բայց նաեւ մնացել փրկել, երբ որ կինը հասնում է այս կոագուլյացիոն համախտանիշի համատարած ներանոթային, փրկելը շատ դժվար է այդտեղից կնոջը։ Դրա համար վայրկյանների հարց է, որ մարդուն փրկենք արյունահոսություն ունենալու ժամանակ։ Ինչպես պիտի կինը արյունահոսության ժամանակ դիմի բժշկի միայն շտապօգնության, որովհետև շտապօգնություն պիտի կանչի, շտապօգնությունը գա մի անգամից երակ մտնի, որովհետև եթե կինը արյուն է կորցնում, անոթները փակվում են, զարկերակային ճնշումն ընկնում է, անոթները փակվում են, չեն կարողանում անգամ երակ մտնել։ Գիտենք, որ արյունահոսության բուժումը արյան փոխներարկումն է, հեղուկների փոխներարկումն է, որ կորցրել է։ Ինչպես դա միայն ներերակային կարող ենք անել ու երակները փակվում են։ Դրա համար սա շատ կարևոր է, որ իմանաք, որ սրանից մարդիկ մահանում են, կանայք մահանում են ու ժամանակին դիմեք բժշկի։ Հաջորդը տեսահոլովակը երկար է լինելու զգուշացնում եմ, հաջորդ ինֆեկցիոն բարդությունները։ Ինֆեկցիոն բարդությունները լինում են ինչքան շատ կեսարյան հատում անենք, այդքան շատ է լինելու, որովհետև բաց վերք է, հակաբիոտիկները համատարած մեր օրգանիզմը, մեր բնակչությունը ով ինչպես ուզի օգտագործում է, հասկողություն չկա հակաբիոտիկների, ոչ բոլորին են օգնում այդ հակաբիոտիկները, արդեն երբ որ տեղը գալիս է։ Ինֆեկցիոն բարդությունները երբ են լինում կեսարյանի հետ կապված, եթե պտղի վաղաժամ ջրերը, պտղաջրերի վաղաժամ արտահոսքի ժամանակ կարող են լինել, մաստիտ կարող է լինել, այսինքն կրծքագեղձի բորբոքում եւ այլն,
արգանդի բորբոքում, մի խոսքով ինչպես ենք ինֆեկցիոն բարդությունները հայտնաբերում մարմնի ջերմաստիճանի չափելով, սա կարևոր է, որ կանայք մանավանդ հետ ծննդյան շրջանում իմանան, որ այս հատվածում ենք մարմնի ջերմաստիճանը չափում, էլ թևատակին չենք չափում, քանի որ կրծքագեղձերը կաթով լցված են, տաք են, թևատակին բարձր ցույց կտա, դրա համար մենք չափում ենք այս հատվածում, որ կարողանանք ճիշտ իմանալ։ Ինչից են մահանում ինֆեկցիոն բարդությունների ժամանակ, եթե ժամանակին չդիմեցիք բժշկի, ինչից են մահանում այդ ինֆեկցիան, եթե տեղային է, օրինակ արգանդում է ինֆեկցիան, եթե չբուժեն, կմտնի արյան շրջանառություն, կառաջացնի սեպսիս, տարբեր տեղերում թարախակույտեր եւ չենք կարողանա նույնպես մարդուն փրկել։ Պրեէկլամպսիան ու էկլամպսիան շատ կուզեմ տեսահոլովակը կանգնեցնեք ու տեսնեք դուք գիտեք այս բառերը ինչ են նշանակում թե ոչ։ Շատ կարևոր է որ իմանաք ինչ է այս բառը, ոչ թե բժիշկը առաջ անգամ ձեզ բացատրի սա ինչ է։ Եթե մարդիկ մահանում են, կանայք մահանում են պրեէկլամպսիայից ու էկլամպսիայից, ուրեմն ինչ է սա իրենից ներկայացնում, ուրեմն հղիության ժամանակ լինում է որ կանանց մոտ զարկերակային ճնշման բարձրացում է լինում։ Սա առանձին հիվանդություն է, որ բժիշկները գիտեն ինչպես բուժեն ու ժամանակին ծննդալուծեն։ Բայց եւ կա պրեէկլամպսիա, որը մի ուրիշ տեսակի հիվանդություն է, սա մասին առանձին պատմելու եմ, բայց ուզում եմ այս տեսահոլովակի մեջ հասկանաք սա ինչ հիվանդություն է։ Ուրեմն մոր արգանդն է, ընկերքը գալիս է, որ մխրճվի այս լորձաթաղանթի մեջ, որտեղից որ ստանալու է նյութերը։ Թթվածինը, սպիտակուցը եւ մնացած կարևոր նյութերը պտղի համար։ Ու հետաքրքիր է, ուրեմն սա արգանդն է։ Արգանդն ունի զարկերակներ, ուրեմն երկու զարկերակ, երկու կողմից արգանդի զարկերակները անցնում են եւ հետո բաժանվում են մանր զարկերակների, որոնք բերում են արդեն արուն են մատակարարում արգանդի մնացած հատվածներում։ Ամենափոքր զարկերակները, որ գալիս են լորձաթաղանթ, սպիրալաձև զարկերակներ են։ Ու այս ընկերքը, որ գալիս է, որ մխրճվի, այն մտնում է այդ սպիրալաձև զարկերակների մեջ, որ կարողանա իրանցից վերցնի այդ նյութերը, որոնք պետք են պտղին։ Մի հետաքրքիր process է տեղի ունենում կնոջ օրգանիզմում, որը կոչվում է այդ անոթների remodellling, հիմա պատմելու եմ ինչ է, ուրեմն անոթները իրենք մկանային օրգաններ են, իրանք կծկվում են, բացվում են, կծկվում են, բացվում են։ Եթե մարդու անոթները կծկվել են, զարկերակային ճնշումը բարձրանում է, որովհետև սիրտը պետք է մեծ ճնշում գործադրի, որ այդ նեղացած անոթներով արունը մատակարարի, դրա համար ճնշումը բարձր է։ Երբ որ անոթները լայնացած են, մարդու ճնշումն ընկնում է։ Եվ որ չափում ենք, տեսնում ենք շատ քիչ է, դա նշանակում է անոթները լայնացել են, արունը գնացել է ստորին վերջույթները, ել չկա բավարար արուն, որ մատակարարի գլխուղեղին եւ այլն, մարդ կարող է գլխապտույտ ունենալ ընկնել։ Սա արյան process-ն է, ուրեմն ինչի համար են այս անոթները գծվում լայնանում, քանի որ մկան ունեն ներսում։ Այս անոթների, այս սպիրալաձև անոթների, արգանդի սպիրալաձև անոթների remodellingը ինչ է իրանից ներկայացնում, եւ որ այս մանր զարկերակները, եւ որ աչքով չենք անտեսանելի իրենք, շատ փոքր են, կորցնում են իրենց մկանային շերտը։ Իրենք լայնանում են, էլ մկան չկա որ կծկվի, լայնանում են, որ այս ընկերքը գա, ինչքան իրան պետք է նյութեր տանի պտղին, որ էլ չկծկվի այս անոթը։ Ու սա շատ կարևոր process է, եթե այս process-ը խանգարվում է, կինն ունենում է պրեէկլամպսիա։ Ինչ է սա նշանակում, եթե խանգարվել է, սպիրալաձև զարկերակը չի կարալու բաց մնա, պարբերաբար փակվելու է, պտուղը քիչ է ստանալու նյութեր, պտուղը չի կարալու նորմալ զարգանա, եւ այս process-ի հետևանքով կնոջ մոտ սիստեմային հիվանդություն է պրեէկլամպսիա, որի հետևանքով կնոջ զարկերակային ճնշումը բարձրանում է եւ տուժում են բոլոր օրգանները։ Առաջի կարևորագույն օրգաններն են տուժում։ Առաջի կարևորագույն օրգանը, որ տուժում է, դա երիկամներն են։ Երիկամները ոնց են շարքից դուրս գալի, առաջի նշանը, որ գիտենք, որ երիկամը արդեն շարքից դուրս է եկել, սպիտակուց ենք տեսնում մեզի մեջ։ Երիկամներն են դուրս գալի, կարող է առաջացնել լյարդի պատրվածք։ Ուրեմն բոլոր օրգանները սկսում են շարքից դուրս գալ, քանի որ բավարար նյութ չեն ստանում, արուն չեն ստանում, թթվածնային քաղց է լինում, օրգանները սկսում են շարքից դուրս գալ։ Լյարդը, որ շարքից ուզում է դուրս գալ, լյարդի պատրվածք կարող է ունենալ կինը։ Եվ այն կանայք հղիները, ովքեր ունեն զարկերակային ճնշման բարձրացում, ցավեր որովայնի վերին հատվածներում, մանավանդ աջ կողմից, որտեղ լյարդն է, ցավերի դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի։ Գլխուղեղն է սկսում տուժել։
գլխապտույտ, տեսողության խանգարումներ, սև կետեր կարող են տեսնել, կարող են ճառագայթումներ տեսնել աչքերի դիմաց։ Դել չեմ ասում զարկերակային ճնշումը։ Ուրեմն սա պրեէկլամպսիան է։ Եթե մենք սրա չկանգնացրեցինք այս process-ը, չբուժեցինք, կարող է տալ ցնցումների։ Այդ ցնցումներից հետո արդեն կինը մտնում է կոմայի մեջ եւ չի կարողանում օգնել, մահանում է կոմայից հետո։ Սա պրեէկլամպսիան էր, երբ որ ցնցումներ են ավելանում, արդեն էկլամպսիան է։ Ծանրագույն հիվանդություն է, միակ բուժումը որն է, հղիության ընդհատումը, այսինքն ծննդալուծումը, կան դեպքեր, երբ որ պտուղը շատ փոքր է, չենք կարողանում իրեն շուտ վախենում ենք ծննդալուծենք, որովհետև երեխան կարող է հիվանդ ծնվել, բայց մի կողմից այս պրեէկլամպսիան կնոջն է վնասում, պետք է շատ զգուշորեն կոնսիլիում հավաքած, որ հասկանանք պտուղն ինչ վիճակում է, մայրն ինչ վիճակում է, անեստեզիոլոգ, գինեկոլոգ, մնացած օրգանների մասնագետները կարող են լինել այդ կոնսիլիումի մեջ, որ հասկանանք ինչպես վարվենք այս աղի հետ, որովհետև մայրական մահացությունը մեծ է։ Տրոմբոզները դե բարձ է երևի, որ երբ որ կինը ունենում է ստորին վերջույթներում ցավ, պետք է մի անգամից դիմի բժշկի, անմիջապես։ Ուրեմն հղի եմ ունեցել, ստորին վերջույթի ցավ ունի։ Ինչ պարզվեց, որ պետք է կինը սկզբից գնա, ուրեմն մեր ծննդատնից դուրս գնա վիրաբուժի մոտ։ Գնում է վիրաբուժի մոտ, վիրաբուժը նայում է, գրում է, որ այո, կարիք կա անոթաբանի։ Հաջորդ արդեն կինը վերադառնում է մեր մոտ ու ասում են, գիտես, 2 շաբթի է միայն անոթաբանը լինելու։ 2 շաբթի գնում է անոթաբանը, նոր արդեն գերձայնային հետազոտություն է անում ստորին վերջույթների, տեսնում, որ չկա տրոմբ ու կինը հանգստանում է։ Հիմա եթե կնոջ մոտ տրոմբ լիներ, ինչ կլիներ, արդեն մահացած կլիներ, որովհետև կինը այդքան չի կարա գնա գա տրոմբ ունեցած կինը, հասկանում, տրոմբ ունեցող կինը։ Այսպիսի մեծ խնդիրներ ունենք առողջապահության, որ այս բոլոր էտապները պիտի քննարկենք ու զրուցենք։ Այսքանով ես տեսահոլովակը կավարտեմ, ուրեմն առաջի կարևորագույն նշանը, որ կինը պիտի իմանա, որ դաշտանի ժամանակ նորմալ արյունային արտադրություն չի լինում, սրանք հղիության ժամանակ դաշտան չի լինում, առաջին բանը, որ պիտի իմանաք, որ բոլոր արյունային արտադրությունները հղիության ժամանակ պաթոլոգիան եւ պետք է դիմել բժշկի։ Դիմում ենք բժշկի արյունահոսությունների ժամանակ շտապ օգնության միջոցով, որ շտապ օգնությունը կարողանա ճիշտ ձեր բերել հիվանդանոց։ Երկրորդը զարկերակային ճնշման չափելը շատ կարևոր է, որ կանայք, ես բոլոր մանավանդ առաջնածինների մոտ է շատ լինում պրեէկլամպսիա, իմ բոլոր հղիները 20 շաբաթականից սկսած չափում են իրենց զարկերակային ճնշումը։ Ովքեր էլ որ չեն չափում, ուրեմն տեղեկացված չեն, ինչ կարող է լինել, եթե զարկերակային ճնշումը բարձրանա։ Հաջորդ քայլը, որ անում ենք ինֆեկցիոն բարդությունները, ուրեմն հղիության ժամանակ, ծննդաբերության ժամանակ, ամեն 4 ժամում մեկ ծննդաբերության ժամանակ պետք է չափենք կնոջ մարմնի ջերմաստիճանը։ Դեռ չեմ տեսել որևէ բժշկական հիմնարկ, որ բուժքույրը դա կատարի։ Կինը ինքնուրույն նույնպես պետք է ուշադիր լինի մանավանդ հետծննդյան շրջանում մեր մարմնի ջերմաստիճանը չափի։ Դե տրոմբը արդեն ասեցի, եթե ստորին վերջույթների ցավեր ունեք, անմիջապես բժշկի պետք է դիմել, բարձր է ռիսկը, հղիների մոտ շատ բարձր է ռիսկը տրոմբոզների, դրա մասին նույնպես այս կարևոր թեմաների մասին, ինֆեկցիոն բարդությունների, պրեէկլամպսիայի, արյունահոսությունների, տրոմբոզների մասին առանձին տեսահոլովակներ եմ նկարահանելու, բայց դուք պետք է տեղեկացված լինեք, որ ինչ գանգատների դեպքում պետք է դիմել բժշկի ու անհապաղ դիմեք։ Իրոք շատ կարևոր է, որ այս ինֆորմացիան տարածվի, սա երկրի ցուցանիշն է, նորից եմ ասում, սա երկրի կարևորագույն ցուցանիշներից մեկն է։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։